Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Գորիսում կայացել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը, որի ժամանակ քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Համաժողովին հաջորդել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողություն։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման, ով է փոխարինելու նրան։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել դպրոցական ավականու հերթական նիստը, որի ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները քաղաքի առօրյայի եւ զարգացման վերաբերյալ։ Թեհրանում գրքի միջազգային տոնավաճառում հազարավոր գրքերի կողքին հայկական քաջնազարն է Սասունցի Դավիթը, Ընկեր Փանջունին եւ մեզ հայերից ծանոթ ու սիրված 46 այլ ստեղծագործություն, որոնք հայերենից պարսկերեն է թարգմանել իրանահայ Անդրանիկ Խեչումյանը։ Մեր նկարանախումբը այցելել է նրան։ Նիդերլանդներում մեկնարկել է բացառիկ քննագիտական մի ցուցահանդես, որն անցյալը ներկայացնում է ոչ թե որպես հեռու հիշողություն, այլ որպես կենդանի շնչող մշակութային երկխոսություն։ Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև աշուն։ Գորիսում կայացել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը, որին մասնակցել են հայ եւ ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաներ, քննարկել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները նաև ընդգծել են Սյունիքի ռազմավարական կարևորությունը։ Համաժողովին հաջորդել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը։ Գորիսում տեղի ունեցել Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը, որի անցկացման վայր է ընտրվել Գորիսը։ Հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի միջև ընդգրկուն եւ օրինակելի գործակցությունը։ Միջոցառմանը մասնակցում են Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն եւ Ժիլբեր Լյուկ Դվինազը։ Ֆրանսիայի Օվերն-Ռոնալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Բանկուկը ներկայացուցիչներ նախարարություններից եւ Երևանի քաղաքապետարանից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր ելույթում նախ նշեց, որ Սյունիքի դիմակայության բարձրացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից է, ապա մասնակիցներին կոչ արեց ակտիվորեն ներգրավել քննարկումներին, որոնք թույլ կտան նոր ծրագրեր նախանշել եւ ընդլայնել գործընկերության առկա շրջանակը։ Հայաստան-Ֆրանսիա գործընկերությանը որակապես նոր մակարդակ հաղորդելու համար Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն էլ բարձր գնահատեց Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողություններին եւ տնտեսական դիմակայության ամրապնդմանը, նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։ Հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների եւ դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման եւ դիմակայության բարձրացման նպատակը։ Այս հստակ քաղաքական կամքին մասին է խոսում այսօր Գորիսում կայանալիք Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացում։ Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Կոստանյանի խոսքով երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի Հանրապետությանը հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Նա կրկին հիշեցրեց, Հայաստանը չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, որոնք Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ իր հերթին նշեց, որ իրենց ներկայությունը Գորիսում նշանակալից է, այնի ցույց է դնում Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունները։
Մոտ 2 տարի առաջ Փարիզի եւ հայկական ասոցիացիաների միավորման նախաձեռնությամբ ֆրանսիական համայնքները մարդասիրական օգնություն էին ուղարկել Գորիս։ Հիմա մենք կրկին այստեղ ենք հաստատելու, շարունակում ենք ձեր կողքին մնալ, թե մեր պետությունը, թե ֆրանսիական հասարակությունը, թե կազմակերպությունները։ Այնինչ կառուցում ենք միասին պարզապես տեխնիկական գործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ։ Դրանք լծակներ են իրավիճակի վրա ազդելու, Հայաստանին աջակցելու եւ հանուն խաղաղության գործելու համար։ Ֆրանսիայի դեսպանը նաև անդրադարձավ Գորիսի ռազմավարական նշանակությանը, նշելով. Գորիսը Հայաստանի աշխարհաքաղաքական կենտրոնն է, քաղաք, որն առաջինը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը, քաղաք, որը տարածաշրջանում խաղաղություն է կառուցում։ Կարծում եմ այստեղ մեր ներկայությունը շատ նշանակալից է։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցությանը, ապա ըստ ֆրանսիացի պաշտոնյայի, այն իսկապես ձեռք է բերել ռազմավարական նշանակություն պայմանավորված վերջին տարիների թելադրանքով։ Ռազմավարական մոտեցում ունենալը չի նշանակում մեծ ծրագրերի մասին մտածել։ Այն պահից սկսած, երբ հաշվի եք առնում երկրի իրավիճակը, նրա ռազմավարական կարիքները, չկա փոքր թեմա կամ փոքր ծրագիր։ Ես կցանկանայի հայտնել եւս մեկ նորություն։ Ֆրանսիայի ԱԳՆ-ում Հայաստանի հետ գործակցության համակարգողի պաշտոն է ավելացվել, քանի որ Հայաստան-Ֆրանսիա կապը բազմաշերտ է։ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է Սյունիքի դիմադրողականության բարձրացումը։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի այս նմանատիպ շփումները ավելի շատ լինեն, քանի որ միայն այցելությունների եւ շփումների արդյունքում է, որպեսզի հնարավոր է դառնում միասին բացահայտել իրական կարիքները, միասին ձևավորել այն լուծումները, գտնել լուծումները, որը որ համագործակցության արդյունքում կարող է բերել վերջնարդյունքի եւ մեր երազած դիմադրողականության բարձրացմանը։ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին բարձր գնահատեց նաև պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ընդգծելով. հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ Սյունիքում բացվելու է հյուպատոսական գրասենյակ։ Պատգամավորը հիշեցրեց, որ ծանր իրավիճակում մեր բարեկամ ֆրանսիացիները մեզ երբևէ մենակ չեն թողել։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Հայաստանում միշտ եղել է ֆրանսիական պատվիրակություն։ Ամբողջ այս ընթացքում, հետևելով այս խոստմանը, մենք մենակ չենք մնացել։ Հայաստան են այցելել բոլոր տեսակի պատվիրակություններ, տեղական ինտեգրավորման մարմիններից Ֆրանսիայի, ազգային ժողովից, սենատից եւ պարզապես քաղաքացիների խմբեր, որոնք մեզ այդ ծանր իրավիճակում մենակ չեն թողել։ Այսօր Գորիսում չկա այդպիսի մի օղակ, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերությունների ազդեցությունը տեսանելի չլինի, ասաց Սյունիքի մարզպետն ու հավելեց. Ամենակարևորը նա էր, որ Տաթև-վանական համալիրում կնքված երկու մարզերի միջև համագործակցության հուշագրի յուրաքանչյուր միտք այդ մտքի վրա հսկայական աշխատանք կար կատարված եւ այդ հուշագրի որևէ տողում չկան պատկերավոր ձևակերպումներ։ Բոլոր բառերը, նախադասությունները դրանց հետևում կանգնած էր հսկայական աշխատանք։ Համաժողովից հետո հանդիսավոր արարողությամբ Գորիսում բացվեց Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն վարչապետի որոշման։ Հովհաննիսյանն իր հերթին նաև հայտնել է ազատման դիմում գրելու մասին։ Նա ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 24 թվականի դեկտեմբերի 10-ին։ Ըստ որոշ տեղեկությունների ոստիկանապետի պաշտոնում կնշանակվի Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ի դեպ վերջինս Facebook-յան գրառմամբ եւս հայտնել է, որ հրաժարական է տալիս մարզպետի պաշտոնից։ Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նախորդ նիստում նշվել էին Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ իբր Գյանջայի հրթիռակոծությանը ներգրաված Հայաստանի զինված ուժերի որոշ զինծառայողների անունները։ Ներկայացված փաստաթղթերում նշվել է այն անձանց ցանկը, որոնց ղեկավարությամբ Էլբրուս մարտավարական հրթիռային համակարգը տեղափոխվել է Հայաստանի Վարդենիսի շրջանի տարածք։ 20 թվականի հոկտեմբերի 11-ին գիշերը ժամը 2-ին հրթիռը իբր դիտավորյալ ուղղվել եւ արձակվել է Գյանջա քաղաքի ուղղությամբ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել դպրոցական հավաքանու հերթական նիստը, որի ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները քաղաքի առօրյայի ու զարգացման վերաբերյալ։ Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն իր ելույթում կարևորել է պատանի քաղաքացիների ակտիվ մասնակցությունը քաղաքաշինական եւ սոցիալական նախաձեռնություններում, ընդգծելով, որ նրանց ձայնը կարող է իրական փոփոխությունների հիմք դառնալ։ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է դպրոցական ավագանու հերթական նիստը, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այն վարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որը ողջունելով պատանի ավագանու անդամներին շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որպեսզի ձեր իրավունքները մշտապես լինեն պաշտպանված, որպեսզի հավելյալ գործիքակազմեր մեզ այլևս պետք չգան։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ։ Փոխքաղաքապետը նշել է, որ նիստին մասնակցում է 65 աշակերտ, որոնք նախապես ներկայացրել էին իրենց առաջարկներն ու զեկույցները։ Նիստի մեկնարկին Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը նշել է, որ տարբեր դպրոցներից ներկայացվել է 69 զեկույց, որոնցից քաղաքապետարանի մասնագիտական խմբերը հաստատել են 64-ը։ Բացի այդ, առանձնացվել են 7 աշխատանքներ, որոնք ստացել են առավելագույն միավորները գնահատման արդյունքում։ Նրանք մեզ հետ են պատրաստական ներկայացնել իրենց զեկույցները Երևանի քաղաքում առկա խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կիսվել իրենց տեսլականով դրանց լուծման ուղիների մասին։ Փոխքաղաքապետն էլ հայտնել է, որ օրակարգում ընդգրկված է 7 հիմնական հարց։ Դրանց թվում առանձնացվել է Երևանի թիվ 134 հիմնական դպրոցի աշակերտուհի Մանե Սահակյանի ներկայացրած հոգեկան առողջությունը որպես անտեսված իրավունք նախագիծը։ Հոգեկան առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից է, այն պետք է լինի այնպես հասանելի ու պաշտպանված, ինչպես ֆիզիկական առողջությունը։ Երբ այս իրավունքը անտեսվում է, դպրոցը դադարում է լինել պաշտպանիչ միջավայր եւ աշակերտը մնում է միայնակ իր հույզերի ու խնդիրների հետ։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է համակարգային, հետևողական եւ մարդկային մոտեցում։ Առաջին հերթին առաջարկում եմ դպրոցներում ներդրել հոգեբանական ժամ, շաբաթական 1 դասաժամ, որը պետք է անցկացվի պրոֆեսիոնալ հոգեբանի կողմից։ Այս ժամերը չպետք է լինեն դասական ձևաչափով, այն պետք է ստեղծեն ազատ, անկաշկանդ մթնոլորտ, որտեղ երեխաները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, հույզերը, մտահոգությունները։ Այս միջոցառումը կարող է նպաստել ինքնազգացողության բարելավմանը, վստահության ձևավորմանը եւ դասարանի ներսում համերաշխ մթնոլորտի կայացմանը։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հայ աշակերտը որպես մշակութային կրթության դեսպան նախաձեռնությունը, որի հեղինակն է Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի աշակերտուհի Նանե Շահբազյանը։ Այս զեկույցի նպատակն է գնահատել, ինչքանով են Երևանի աշակերտները ճանաչում իրենց մշակույթը, ինչպես կարող են հանդես գալ որպես մշակութային դեսպաններ, ինչպիսի մեխանիզմներ կարող են խթանել միջազգային համագործակցությանը։ 2024-2025 ուս տարվա ապրիլին 7-ից 9-րդ դասարանների 60 աշակերտի մասնակցությամբ անցկացված հարցումը ցույց տվեց. 35% էր ծանոթ հայկական պարերին եւ երաժշտությանը։ 68%-ը չէր մասնակցել միջազգային մշակութային նախագծերի, 90%-ը պատրաստական էր ներկայացնել հայ մշակույթը, եթե ունենար համապատասխան հարթակ։ Այս տվյալները վկայում են աշակերտների մեծ ներուժի, սակայն մեխանիզմների բացակայության մասին։ Այնուհետև նիստում ներկայացվել է նաև Երևանի օդի աղտոտվածության հիմնախնդիրները թեմայով զեկույցը, որը ներկայացրել է Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիա Նավասարդյանը։ Երևան քաղաքը գտնվում է օդի աղտոտվածության գագաթնակետին, կարելի ասել, եւ ես դրա համար ընտրել եմ հենց այս հիմնախնդիրը։ Ես կատարել եմ հետազոտություններ եւ հետազոտությունների արդյունքում պարզել են, որ ըստ ԱՀԿ-ի տարվա մեջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածությունից։ Այս ուղղությամբ ունեմ մի քանի առաջարկներ, դրանցից առաջին եւ ամենագլխավոր առաջարկը այն է, որ ցանկացած շինարարության համար հաստատվեն հստակ ժամկետներ եւ չխախտել այդ ժամկետները եւ Երևանի կենտրոնում դադարեցնել բարձրակարգ շենքերի կառուցումը։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ շատ կարևոր է նաև 180 գրամ քառակուսի մետր ցանցերով ցանցապատումը շենքերի։ Իսկ թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտ Հայկ Նավասարդյանի ներկայացրած «Մի անձրևի պատմություն» վերնագրով զեկույցը, որում աշակերտը բարձրաձայնել է հորդորատ անձրևների հետևանքով մայրաքաղաքում առաջացող հեղեղումների, կոյուղիների ծանրաբեռնվածության եւ ջրահեռացման համակարգերի խնդիրները։ Նա առաջարկել է բարեփոխել հեղեղատար համակարգերը եւ ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, կանխելու համար անձրևաջրերի կուտակումը հատկապես մարդաշատ փողոցներում, ինչին արձագանքել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Արդեն 51 հասցեներում մենք գույքագրել ենք քաղաքը
պատվիրել ենք դրանց կառուցման, վերակառուցման նախագծան, նախահաշվային փաստաթղթեր, շուտով պարզ կդառնա ֆինանսական ծավալը, ինչքան գումար է պետք, իսկ դա ահռելի թիվ է լինելու, ֆինանսական միջոցների առկայության դեպքում մենք արդեն պատրաստ կլինենք իրականացնելու նոր հեղատարների կառուցման եւ եղածի վերակառուցման համար։ Բացի այդ, պատանի ավականիները բարձրաձայնել են բակային տարածքների բարեկարգման, խաղահրապարակների անվտանգության, տրանսպորտի, մշակութային կենտրոնների, նաև աղբահանության խնդիրների մասին։ Աշակերտները հանդես են եկել մի շարք առաջարկներով, ուղղված քաղաքային միջավայրի բարելավմանը։ Երեխաներն ընդգծել են, ցանկանում են ապրել ավելի մաքուր եւ անվտանգ քաղաքում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Մեծ Բրիտանիան պարտավոր է պատրաստ լինել զինվացակամարտության որպեսզի խուսափի դրանից։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Ստարմերը, ներկայացնելով ռազմավարական պաշտպանության ծրագիրը։ Ես մտահոգված եմ Ռուսաստանից եկող շարունակական սպառնալիքի առնչությամբ, լինի դա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շարունակությունը, թե ավելի լայնածավալ իրադարձություններ, պարզաբանել է վարչապետը։ Նա նաև խոստացել է ապահովել անվտանգությունը Լա-Մանշի նեղուցում եւ նշել է, որ Լոնդոնը Ֆրանսիայի հետ գործակցում է այս հարցում։ Ստարմերը հիշատակել է Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3%-ի հասցնելու պլանները։ Ուկրաինական պատվիրակությունն լքել է Ստամբուլի Չիրագան պալատը ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին եւ 18-ից մինչեւ 25 տարեկան անձանց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ուկրաինական պատվիրակության ղեկավար եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Կողմերը նաեւ պայմանավորվել են 6000-ի դիմաց սկզբունքով փոխանակել զոհված զինվորականների մարմինները։ Ումերովը հաստատել է, որ Ռուսաստանը հանդիպան ժամանակ փոխանցել է հակամարտության ավարտի պայմանների մասին իր հուշագիրը։ Ուկրաինան առաջարկել է նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ը։ Ումերովը հավելել է նաեւ, որ Կիևը առաջարկել է անցկացնել Պուտինի եւ Զելենսկու հանդիպում, որին կարող է միանալ Տրամպը։ Մենք կարծում ենք, որ պատվիրակությունների միջև հետագա աշխատանքն իմաստ ունի, եթե այն ուղղված է առաջնորդների հանդիպմանը նախապատրաստելուն։ Մենք ռուսական կողմին առաջարկել ենք հանդիպում անցկացնել այս ամսվա վերջին, հունիսի 20-ից 30-ը, ասել է նա։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի անվտանգության ծառայության Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավակայաններում ավելի քան 40 ռազմավարական ավիացիոն ինքնաթիռների ոչնչացման գործողությունը որակել է փայլուն արդյունք, որը կմնա պատմության գրքերում։ Զելենսկին հայտնել է, որ լսել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի զեկույցը այդ գործողության վերաբերյալ։ Նա գործողությունն անվանել է Ուկրաինայի անկախ արդյունք, որը նախապատրաստվում էր ավելի քան 1.5 տարի։ Պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում 1 տարի, 6 ամիս եւ 9 օր։ Մեր ամենաերկար պլանավորված գործողությունը, մեր մարդիկ, որոնք նախապատրաստել էին գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից, ասել է նա։ Իր երեկոյան ելույթում Զելենսկին հայտնել է, որ այս գործողության ընթացքում ընդհանուր առմամբ օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք, իսկ Ռուսաստանի տարածքում գործողության գրասենյակը տեղակայված է մարզերից մեկում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շտաբի կողքին։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են Սարդոստային հատուկ գործողության մասին, որը նպատակ ուներ ոչնչացնել տասնյակ ռուսական ինքնաթիռներ 4 օդանավակայաններում։ Հարձակողական անօդաչու թռչող սարքերը թռիչքներ էին կատարում մայրուղում կայանված բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կազմակերպել է հարձակում ռուս-ուկրաինական սահմանից հեռու գտնվող մի քանի շրջաններում գտնվող ռուսական օդանավակայանների վրա։ Նշվում է, որ հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 40 ինքնաթիռ։ Լրատվամիջոցները պնդում են, որ գործողությունները ռուսական բանակին պատճառել են մոտ 2 միլիարդ $2 վնաս։ Ուկրաինայի սահմանակից ռուսական երկու շրջաններում Բրյանսկում եւ Կուրսկում երկու կամուրջը փլուզվել, երկաթգծեր վնասվել, զոհվել է առնվազն 7, վիրավորվել 67 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ կամուրջները փլուզվել են պայթյունների պատճառով, առաջին դեպքը տեղի ունեցել Բրյանսկում։ Կամրջի վրայով այդ պահին մի քանի բեռնատարներ են անցնելիս եղել, երբ այն փլուզվել է եւ բեռնատարների հետ ընկել կամրջի տակով անցնող ուղևորատար գնացքի վրա։ Դրանից ժամեր անց Կուրսկի մարզի Ժելեգորսկի շրջանում փլուզվել է երկրորդ կամուրջը, որի հետևանքով գնացքը դուրս է եկել գծերից, հայտնել են տեղի իշխանությունները։ Կիևը դեռ որևէ մեկնաբանություն չի արել միջադեպի մասին, որոնք տեղի են ունեցել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններից մեկ օր առաջ։ Կրեմլը հաղորդել է, որ ամբողջ գիշեր Պուտինին զեկուցել են իրավիճակի մասին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, քննարկվել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամին առնչվող իրավիճակը։ ԱՄՆ պետքարտուղարը ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի կապակցությամբ։ Ռուսական կողմը շեշտել է, որ համապատասխան մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում եւ արդյունքները կհրապարակեն մոտ ապագայում։ Լավրովը եւ Ռուբիոն նաեւ կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն առնչվող տարբեր նախաձեռնությունների, այդ թվում Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները վերսկսելու պլանների վերաբերյալ։ Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը շարունակել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները կայուն խաղաղություն հաստատելու համար։ Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան Համաս շարժումը հրաժարվել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին։ Նշվում է, որ Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու եւ Համասի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար։ Ավելի վաղ շարժումը միջնորդներին էր փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Ուիթքոֆի առաջարկին իր պատասխանը։ Ինչպես նշված է Համասի հայտարարության մեջ, ապագա համաձայնագրի շրջանակներում շարժումը պատրաստ է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդների եւ հանձնել 18 զոհվածների մարմինները պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի Իսրայելի բանտերից դուրս գալու դիմաց։ Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար անկախ թեկնածու Կարոլ Նավրոցկին, որին աջակցում է Պահպանողական իրավունք եւ արդարադատություն կուսակցությունը, հաղթում է նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99 ու 55%-ի մշակումից հետո Նավրոցկին ստացել է ձայների 51%-ը։ Նրա մրցակից Ռաֆալ Տշակովսկին ստացել է 49%-ը։ Երկրի 3 հիմնական հեռուստալիքների կողմից անցկացված էքզիտ փուլերը ցույց են տվել, որ ընտրողների մասնակցությունը կազմել է 71.7%։ 2024 թվականի փետրվարին Նավրոցկին գրկվել է Ռուսաստանի կողմից հետախուզվողների ցուցակում Լեհաստանում Կարմիր բանակի հուշարձանների քանդմանը մասնակցելու համար։ Միացյալ Նահանգների Բոլդեր քաղաքում 45-ամյա մի տղամարդ ազատություն Պաղեստինին կոչ անելուց հետո այրվող սարքեր են նետել մարդկանց բազմության վրա։ Հավաքվածները ցույց էին անում մի հիշատակ Իսրայելում պատանդ մնացածների, որոնք դեռ գտնվում են Գազայում, վիրավորվել է 6 մարդ։ Նախնական տվյալների հիման վրա ակնհայտ է, որ սա նպատակաուղղված բռնության գործողություն է եւ FBI-ը քննում է այն որպես ահաբեկչական գործողություն, ասվել է իրավապահ կառույցի ներկայացուցչի կողմից։ Նա հայտնել է, որ կասկածյալի անունը Մուհամեդ Սոլիման է, ով հարձակումից հետո հոսպիտալացվել է։ Ֆրանսիայում ավելի քան 500 մարդ ձերբակալվել է, 2-ը զոհվել, 192-ը վիրավորվել Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո տեղի ունեցած տոնակատարությունների ու բախումների ժամանակ։ Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում եւ մյուս խոշոր քաղաքներում 100,000-ավոր երկրպագուներ փողոց են դուրս եկել, երբ Պարիս Սեն-Ժերմենը ջախջախել է իտալացի մրցակից Ինտեր Միլանին, առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգան։ Ոստիկանության հաղորդմամբ 20-ամյա մի երիտասարդ ավտովթարի զոհ է դարձել, մյուսը դանակահարության։ Փարիզի 5400 ոստիկան էր տեղակայել փողոցներում ՊՍԺ-ի հաղթանակից հետո։ Շարունակում ենք թողարկումը Թեհրանում, գրքի միջազգային տոնավաճառում հազարավոր գրքերի կողքին հայկական քաջ Նազարն է, Սասունցի Դավիթը, Ընկեր Փանջունին եւ մեզ հայրից ծանոթ ու սիրված 46 այլ ստեղծագործություն, որոնք հայերենից պարսկերեն թարգմանել է իրանահայ Անդրանիկ Խեչումյանը։ Մեր նկարանοχումն այցելել է Թեհրանի հայկական թաղամասում ապրող թարգմանչին, ծանոթացել նրա ստեղծագործություններին։ Թեհրանում ենք գրքերի միջազգային տոնավաճառ ցուցահանդեսում։ Այս տղան, որն իրանական հայտնի տպագրատան ներկայացուցիչն է, պատմում է հայկական քաջ Նազարի մասին, որը հայերենից պարսկերեն է թարգմանվել եւ 3 ամիս է մեծ պահանջարկ է վայելում իրանցի ընթերցասերների շրջանում։ Գրքի միջազգային տոնավաճառում հազարավոր գրքերի կողքին քաջ Նազարը միակ հայը չէր։ Հայ գրին պատկանող Դավիթը Սասունցի, Ընկեր Փանջունին, Քարանձավի բնակիչները, Ալիմյանները Քաոսից եւ էլի մի խումբ այլ հայ հերոսներ կգտնես տոնավաճառի տաղավարներում։ Այս բոլոր ստեղծագործությունները հայերենից պարսկերեն է թարգմանել իրանահայ Անդրանիկ Խեչումյանը։ Անդրանիկը թարգմանիչ է, թատրոնի ռեժիսոր, մշակույթի գործիչ, ցույց է տալիս մրցանակները, որոնց մի մասը Հայաստանում է ստացել։ Իսկ 3 տարի առաջ ճանաչվել է Իրանի լավագույն թարգմանիչ։ Ժողովուրդը չափազանց սիրել է նրա սիրո մասին պատմող ստեղծագործության թարգմանությունը եւ քվեարկել հենց հայ ազգի թարգմանչի օգտին։ Այս զինվորի մասին է, որ ուսանող տղա է երկրորդ համաշխարհային պատերազմում, որ ինչ որ գյուղ է գնացել են դասավանդելու որպես ուսուցիչ, պատերազմի օրերն այլ Սիրարում այդ կնոջ
վրա, որ կնոջ ամուսինը արդեն պատերազմում է, եւ հետո բարձում է նահատակվել է պատերազմում։ Այդ հիրքը շատ լավ ընթառաջավ երիտասարդների կողմից, որ ինձ որ հրավիրան ռադիոյում ուղիղ եթեր էր, լրագրողը դրսում խոսում էր, շատ հետաքրքիր բաներ։ Երիտասարդ աղջիկները բոլորը որ լրագրող ասում են, այսինքն կարծացել եք, վայ, շատ հետաքրքիր էր, շատ ուզիչ էր։ Մեզ հայերիս ծանոթ ու սիրված 46 ստեղծագործություն արդեն թարգմանված է։ Դրանք բոլորը երկրորդ, երրորդ, նույնիսկ չորրորդ անգամ են տպագրվել, քանի որ շատ արագ են սպառվում գրախանութներում։ Մի քանի տպագրատներ էլ տեսնելով, որ հայկական գրքերը մեծ պահանջարկ ունեն, որոշել են հայ գրականության բաժին բացել։ Իրանք ունեն ֆրանսիական բաժին, անգլիական բաժին, իսպանիական բաժին, գերմանական լեզվի բաժին, հայկական չունեին։ Ինձ որոշել են հայկական դրամատուրգիայի պատասխանատու այդ մասին, որ արդեն 3-2 հատ պիես տվանք Գուրգեն Խանջյանից։ Հայ-իրանական ժամանակակից բարեկամությունը եւ երկու ազգերի միջև մշակութային կամուրջներ կառուցելու գործը միայն թարգմանություններով չի սահմանափակվում։ Խեչումյանը տարիներ շարունակ կապող օղակ է հանդիսացել նաեւ հայ-իրանական թատրոնների համար։ 10 պարսիկ հատկապես թատրոնի գործիչներ ասում են Հայաստանի թատրոնը ճանաչել են գանել, որտեղ առաջիկամ ես եմ Հայաստանից խումբ բերել Պարսկաստան։ Ես երկար տարի տարբեր փառատոներում, որ Պարսկաստանում տեղի ունի, թե Թեհրանում, թե Իսֆահանում, թե ուրիշ քաղաքներում ես էի թատերախմբեր բերում։ Հիմա արդեն մեկ տարի սարերը մել չեմ հոգնում եմ շուտ, ուրիշներ ընկերն այդ գործն անում։ Այժմ արդեն նրա թարգմանությունների հիման վրա Թեհրանում բեմադրում են հայկական պիեսներ, պայքարում են բեմ բարձրացնել հայոց ցեղասպանության մասին պատմող մեծ լռություն դրաման։ Հայկական մշակույթը, թատրոնը, գրականությունը հանրահռչակել Իրանում, ցույց տալ, որքան խորն են մեր արմատները եւ կապ ստեղծել կողք կողքի ապրող ժողովուրդների միջև։ Ահա այս ներքին մղումով է տասնամյակներ շարունակ Խեչումյանը նվիրված այս գործին։ Այդա Կիրակոսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Նիդերլանդներում մեկնարկել է մի բացառիկ հնագիտական ցուցահանդես, որն անցյալը ներկայացնում է ոչ թե որպես հեռու հիշողություն, այլ որպես կենդանի շնչող մշակութային երկխոսություն։ Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ ձևավորված ցուցադրությունը նորարար մոտեցմամբ ընդգծում է հազարամյակների արժեքները, միավորելով քարեդարի գործիքները եւ ժամանակակից պատմական ընկալումները։ Նիդերլանդներում բացվել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից կազմակերպված բացառիկ ցուցահանդես, որը համադրում է նոր քարեդարից մինչև վաղ քրիստոնեություն ընդգրկող հնագիտական արժեքավոր նմուշներ։ Ցուցադրությունը կառուցված է նոր ձևաչափով, ոչ թե առանձին նմուշների ներկայացմամբ, այլ ամբողջական հնագիտական համալիրների միջոցով, որոնց հիմքում դրված են արժեքային համեմատություններ եւ համընդհանուր թեմաներ։ Այս համալիրը այն նրանով է հետաքրքիր, որ ոչ միայն զուգահեռներ կարելի է տանել, այլ նաեւ համընդհանուրություններ գտնել, որովհետեւ կտեսնեք այս զուգահեռներում նաեւ ընդհանուր թեմաներ, 3 հիմնական ընդհանուր թեմաներ։ Օրինակ այդ ժամանակաշրջանի երկրագործական մշակույթը, այդ շրջանի մետաղագործական մշակույթ, այդ շրջանի իշխանական խորհրդանիշները, այս 3 հիմնական գաղափարները դրված են ինչպես համընդհանուրի, այնպես էլ զուգահեռի կոնտեքստում։ Այս ցուցադրությունը բացառիկ է նաև նրանով, որ դրանում ընդգրկված են ոչ միայն նյութական հուշարձաններ, այլև ժամանակակից մեթոդներով, գծապատկերներով, անիմացիոն վերակազմություններով ներկայացվող պատկերներ, որոնք թարմություն են տալիս պատմությանը։ Ներկայացված են քարե եւ մետաղե գործիքներ, որոնք պեղված են Նիդերլանդերի հնավայրերից։ Հատուկ ուշադրության է արժանանում հայաստանյան վաղ բրոնզե դարի նմուշների խումբը, որտեղ ներառված է նաև եզակի քարաշամբի գավաթ, իշխանական խորհրդանիշ, որն աշխարհում չունի նմանը։ Շատ կարևոր մի շեշտ է այն հետագա հայերի ներկայությունը Հոլանդիայում, Նիդերլանդներում, այնտեղ կտեսնեք 17-րդ դարում, տպագրված հայտնի Աստվածաշնչի օրինակ Ոսկան Երևանցու, որը Ամստերդամում տպագրվեց, գիտեք, այնտեղ նաև նույն Ոսկան Երևանցու պատրաստած աստրոլաբն է հայատար։ Այսինքն այստեղ նաև խնդիրը դրված է ոչ միայն այս հին աշխարհի զուգահեռների, այլ նաև շարունակվող այս դարավոր կապերի ավանդույթների կոնտեքստը։ Ցուցահանդեսի հիմնական ուղերձը ժամանակի եւ մշակույթի շարունակությունն ապահովելն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են հնագույն նյութական արժեքները եւ ժամանակակից ներկայացման ձևերը միավորվում, դառնալով ազգային ինքնության, հիշողության եւ քաղաքակրթական երկխոսության կրող։ Այստեղ շեշտը դրված է մշակութային հիշողության պահպանման, անցյալն ու ներկան կապելու եւ համամարտկային արժեքների մեջ հայկական մշակույթի դերը վերարժևորման վրա։ Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև աշուն եւ կազմակերպիչները հորդորում են գնահատել ոչ միայն առարկան,
այլև դրանց միջոցով փոխանցվող գաղափարն ու համատեքստերը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։